Օրհնյալ լինի մեր Տերը, սիրելիներ, կյանքը Քրիստոսն է, տենչանք Քրիստոսին, այո, սիրելիներ, կյանքը Քրիստոսն է, Քրիստոս ունես, կյանք ունես, գրված է բոլոր զիջք սիրողները, ինչը կսիրեն, մահը կսիրեն, սիրելիներ, Հիսուսին սիրում ես, կյանք ունես, Հիսուսին չես սիրում, արդեն ավտոմատ ձևի մահն ես սիրում, և այս համարը տարածվում է համայն աշխարհի վրա, սիրելիներ, բայց ես ուզում եմ մի բան նկատենք, որ մենք ամեն մեկը սիրելիներ այս տարվա մեջ համեմատաբար Տիրոջը ուրախացրեցինք մեր ապրելով, թե տխրեցրեցինք, ամեն մեկս, գիտեք, յուրաքանչյուր ծնող իր երեխուց ակնկալիք ունի, տեսեք, երկու ծնող գնում են դպրոց, այդ դասխելքը վերջը դասատուն հավաքել, ծնողական ժողով ապրես, երկու ծնող, մեկը գերազանցիկի ծնողն է, մեկն էլ ծույլիկի ծնողն է, երկուսն է ծնող են, երկուսն են նույն դասարանում, գերազանցիկի ծնողը ոնց է նստած, չէ, բոլոր գովասանքները գալիս են գերազանցիկի ծնողին, իսկ ծույլիկի ծնողը ոնց է նստած, թեպետ ինքը ոչ մի բան չի արել, ինքը շատ ակուրատնի խելոք մարդ է, գլուխը կախ, նստած է, թուքումուրը ներողություն եմ խնդրում այդ բառի համար, գալիս է ծույլիկի ծնողի վրա, սիրելիներ։ Հիմա Աստված մեր հայրն է, Աստծո էությունն է սեր, բնույթն է սեր, սիրելիներ, Աստված սեր է, ոչ թե անունով, հապա բնությամբ, էությամբ, Աստված սեր է, Աստված լույս է, Աստված սեր է, և սիրող հայրը ունի աշակերտներ, Տերը իր աշակերտներին հավաքելով, հիմա մենք Տիրոջ աշակերտներն ենք, թե չէ, ես ուզում եմ նկատեմ, որ Տիրոջ աշակերտների մեջ կան գերազանցիկներ, նկատում եմ հոգևոր ոլորտում, որոնք որ երկնային օրագրում միշտ երկնային հինգեր են ստանում, բայց ցավոք սրտի կան նաև ծույլիկներ, այո, Ռուզանքուր ջան, նաև կան ծույլիկներ, հիմա ես Տիրոջը ցավ եմ տալիս, թե Տիրոջը ուրախություն եմ տալի, հիմա հնարավոր է որևիցե մեկը ասի եղբայր, մարդնով է, որ Տիրոջը ցավ պատճառի, չէ որ ինքը Աստված է, ես ընդամենը կհիշեցնեմ բանավոր սիրելիներ Երեմիա մարգարեության մեջ, որ Տերը ասում է, իմ հոգիս ծածուկ տեղ ինչ անում, արտասվում է, իդ ինչի համար արտասվում, սիրելիներ, երկնքում ինչ-որ մի դժբախտություն է եղել, արտասվում է, որ իր աշակերտները, իր զավակները, ինչ են, հպարտ են, ձեր հպարտության համար գրված է, ես լաց եմ լինում, հիմա իմ հարցը, սիրելիներ, ես պատճառ եմ Տիրոջ ուրախանալու, թե ես պատճառ եմ Տիրոջ արտասվելու, երկուսն էլ լինում է, օրինակ Դանիելի համար Տերը հայտնվեց հրեշտակով և ասեց ով Դանիել ցանկալի մարդ, ով Դանիելը երբևէ չի ասել ես սիրելի մարդ եմ, գիտեք ով եմ ես, այդ իրա մտքով չել անցել, ինք իրա վրայով նման համարում չել ունեցել երբևէ, բայց երկինք ուրիշ ձև է ճանաչել Դանիելին, ցանկալի մարդ, Դանիել, ինչը քեզ տենց ցանկալի արեց, ինչը քեզ տենց սիրելի արեց, այն որ առավոտուց իրիկուն տենչում էր, այն որ փափագում էր, ժողովուրդ ջան հրաման հելավ, հրովարտակ հելավ, կարծում եմ թագավորի համար ամենադժբախտ հրովարտակը, գիտեք երբ որ մի օր օրս ծանր է լինում և զանգերը մի քիչ շատ են լինում, ասում վայ հոգնեցի գլուխս ես ինչ եղավ, թագավորը առանց մտածելու հրաման է տալիս, բոլոր իր երկրում ապրողները, ազգերը, ժողովուրդները, բոլորը միայն իրանից խնդրեն, ինքը պատրաստ է բոլորի խնդրանքը կատարի, պատկերացնում եք ինչ դժբախտ է այդ ամիս թագավորը, բոլոր իրանից են խնդրում, որևէցե Աստծուց մի խնդրի, ծնողիցդ մի խնդրի, երեխուցդ մի խնդրի, բա ումից խնդրես, այդ մի ամիսը թագավորից խնդրի, բրինձը սապրծե, յուղս չկա, ջուրը կտը վերջը, ինչ կա պետք է թագավորից խնդրես, ինչ մեղ կա այդ թագավորը, սիրելիներ այդ անսվաճ, բայց թագավորը դրա մասին չմտածեց, առանց խորը մտածելու,
հոժարվեց հրովարտակը, գրեց, սիրելիներ, եւ Դանիելը գրված է իր սովորության համաձայն։ Այսօր մենք ունենք սովորություններ, Դանիել ուներ սովորություններ, այսօր Դանիելի սովորեցնել սովորությունները ցանկալի են անում Աստծո առաջ Դանիելին, հարց իմ սովորությունները ինչ են անում։ Իմ սովորությունները, վերջում մենք ունենք 24 ժամ եւ մենք ամեն օր մաշեցնում ենք այդ 24 ժամը, որ վերուց մեզի պարգևված է Աստծուց։ Եվ ինչպես ենք մենք վերաբերվում այդ 24 ժամվա մեջ, դրանով մենք Տիրոջը վշտացնում ենք կամ հակառակը, դրանով մենք Տիրոջը ինչ ենք անում, ուրախեցնում ենք, սիրելիներ։ Ուզում եմ սրա մասին մտածենք եւ որպեսզի ավելի պտղաբեր լինենք գալ տարվա մեջ։ Պիտի կարդամ Մատթեոս ավետարան 2-րդ գլուխ 3-րդ համար, Մատթեոս 2:3-ը։ Մատթեոսը նաև Սուրբ գրքում ուրիշ անունով է ճանաչված։ Մատթեոսը ո՞ր անունով, ինձ կարաք մեկը հիշացնեք։ Հա? Ղևի, այո, նույն Ղևի Մատթեոսն է, սիրելիներ։ Եվ տեսեք Մատթեոսը ինչ է ասում։ Երբ Հերովդես թագավորը լսեց, ինչ լսեց, որ Մեսիան է ծնվել։ Հերովդես թագավորը լսեց Մեսիան է ծնվել։ Սիրելիներ, Իսրայելը, հրյաները Մովսեսից սկսած միջև Քրիստոսի ծնունդը Մեսիային են սպասել։ Եվ միշտ ասել են օրհնյալ լինի այն օրը, երբ որ խոստմունքը պիտի գա լույս աշխարհ։ Օրհնյալ լինի այն օրը, երբ որ Մեսիան կհայտնվի։ Եվ հազարավոր տարիներ սպասելուց հետո Մեսիան եկավ։ Մեսիան ծնվեց։ Ու հետաքրքիր է, որ Հերովդեսը իմանում է հեթանոս մարդկանցից, արևելքից եկած մոգերից, այսինքն իմաստուներից, աստղագետներից։ Ումից է իմանում Հերովդեսը եւ ոչ միայն Հերովդեսը, սիրելիներ։ Եվ տեսեք, ասում է, երբ Հերովդես թագավորը լսեց, խռովեցավ եւ բոլոր Երուսաղեմի հետ։ Հերովդեսը խռովեց։ Հերովդեսի խռովքը ես հասկանում եմ եւ ընկալում եմ, ինչով է պայմանավորված, մարդը թագավոր է։ Եվ մարմնավոր մարդը մտածում է, հեսա Հիսուսը Մեսիան գալու է, ասի տեղդ ազատի, ես հեսա թագը պետք է դնեմ գլխիս, ես եմ թագավորը, որովհետեւ եկել եմ։ Այդ մարդը պատրաստ չի։ Այդ մարդը պատրաստ չի թագավորությունը տալու։ Ժողովուրդ ջան, ինչը որ ես ընկալում եմ, հասկանում եմ, ըմբռնում եմ, բայց շարունակում է ողջ Երուսաղեմը հետը։ Ով Երուսաղեմ, դու ինչի տրտմեցիր։ Դու ինչի տրտմեցիր։ Համակերպվել եք առանց Մեսիայի, հարմարվել եք առանց Մեսիայի, ձեզ լավ եք զգում առանց Մեսիայի, ով Քրիստոս ունի, կյանք ունի, ով Քրիստոս չունի, կյանք չունի։ Սիրելիներ, Տեր Հիսուս Քրիստոսի ծննդյան ժամանակաշրջանում հոգևոր կառավարման ոլորտը ամբողջությամբ հանձնված էր փարիսեցիական դասակարգին։ Փարիսեցիական դասակարգը դա մի դասակարգ է, որ միջ նոր կտակարանը մենք երբևէ որևէ մտեղ չենք տեսնում։ 5 կտակարան մենք փարիսեցի չենք տեսնում։ Չկա նման բան, բայց նոր կտակարանի հենց սկզբից մենք տեսնում ենք փարիսեցիները, դպիրները, քահանայապետները եւ քահանաները։ Սրանք բոլորը այս խավերը Քրիստոսի թշնամիներն են, սիրելիներ։ Քրիստոսի թշնամ, իսկ ովքեր են իրանք։ Իրանք հոգևոր խավն է, հոգևոր ներկայացուցությունն է, հոգևոր հարցերին լուծում տվողն է, սիրելիներ։ Եվ սրանից հետո ուզում եմ նաև կարդամ նույն Մատթեոս ավետարանի արդեն 28-րդ գլխի վերջի գլուխի 11 համարից։ Տեսեք ինչ ասում։ Երբ անոնք կերթային, Հիսուս խաչվեց, տրվեց գերեզման եւ հարություն առավ։ Եվ դրանից հետո, հարությունից հետո, երբ անոնք կերթային, պահապան զինվորներեն մեկ քանիները քաղաք գացին ու քահանայապետներին, հələ տեսեք ումը, քահանայապետներին պատմեցին բոլոր եղած բաները։ Ականատեսը պատմում է, թե Քրիստոսը ոնց է հարություն առել։
ականատեսը զինվոր է։ Պատմում է հոգևոր առաջնորդին, քահանայապետին, որ աչքովս տեսա, հրեշտակ եկավ, գերեզմանը բացեց ու Քրիստոս հարություն արավ։ Աչքովս տեսա զինվորը եւ քահանայապետը, հոգևոր առաջնորդը իր համախոհների հետ, այսինքն ողջ հոգևոր էլիտայի հետ, տեսեք ինչ անում։ Անոնքալ ծերերուն հետ ծերերը, սա տարիքով մարդկանց չի վերաբերում ծերերը։ Այս դեպքում ծերը հավասար է մերօրյա երեց հասկացողությանը։ Երեց եւ ծեր նույն բանն է։ Քահանայապետները, երեցները, այսինքն ծերերը, անոնքալ ծերերուն հետ հավաքվելով ու խորհուրդ տնելով, այսինքն եղբայրական արեցին։ Միջև որոշումը մի հատ հոգևոր եղբայրական տեղի ունեցավ, սիրելիներ, եւ որոշում ու շատ ստակ տվին զինվորներին, ոչ թե կաշառք, մեծ կաշառք տվին զինվորներին, ուսին, ասեք թե անոր աշակերտները գիշերով եկան, զանոնք գողցան, երբ մենք կքնանանք, երբ այս բանը կուսակալի ականջը հասնի, մենք զանիկը կհաճեցնենք եւ ձեզի ապահով կնենք։ Անոնքալ ստակ առին ու սորվածին պեսրին եւ այս ձայնը հрьяաների մեջ տարածվեցավ մինչեւ այսօր։ Մի ուրիշ դեպք արդեն բանավոր եմ ուզում ասեմ, որովհետեւ մեր ժամանակը վազում է, սիրելիներ։ Նույն փարիսեցիներն ու քահանաները մոտիկանում են տաճարում Հիսուսին ու հարցնում. ինչ իշխանությունով ես դու այս բաները անում, ով է քեզ այդ իրավունքը տվել։ Վերջը իրավունք տվողները իրանք են այդ իրավունք տվողները, մենք քեզ այդ իրավունքը չենք տվել, ինչ իրավունքով ես անում։ Հիսուսի աստվածային երկնային պատասխանը. ես էլ ձեզ մի բան հարցնեմ, Հովհաննեսի մկրտությունը մարդկանցից է թե երկնքից։ Մենք բոլորս գիտենք ինչ արեցին, խորհեցին ու մտածեցին, եթե ասենք երկնքից է, Տերը պետք է ասի, բայց ինչի չլսեցիք իրան, իսկ եթե ասենք մարդկանցից է, բոլոր ժողովրդից վախենում են, որովհետև գիտեին, որ ինքը երկնքից իջած է, տենց գրված է, որովհետև գիտեին, իրան գիտեին, մի րոպե, սիրելիս, իմանալով հանդերձ, հելում ես Աստծոտ է, իմանալով հանդերձ, Աստծուն դեմ ես հելում, սիրելիներ, ինչի, որովհետև ես առանց Հիսուսի ինձ լավ եմ զգում։ Դրա համար սիրելիներ, սա հիմա ես ինչի ասեցի, այս վերջի օրով, մենք մեր Աստված պաշտությանը նայենք, հանգարց սրանք ում անունները ես տվեցի, բոլորը հոգևորներ են, ստե մարմնավոր մարդիկ չկան, բոլորը ինչպես եղբայրն ասում, Տիրոջ հետ ուխտա արած, հիմա նայեմ, ես իմ ընթացքը առանց Հիսուսի եմ անում, թե իմ ընթացքը Հիսուսով եմ անում, ինչպես եղբայրը քարոզում էր, Քրիստոսն է կյանքը, Քրիստոսն է Տերը, Քրիստոսն է փրկիչը, վերջում գիտեք, գրված է բոլորս կանգնելու ենք Տիրոջ առաջ, բոլորս, չկա մեկը, որ չկանգնի, ես ինքս սա լավ խորը հասկանում, ես ինքս կայնելու եմ, երկու բան պիտի լսեմ, կամ, արի իմ հորս օրհնված, հավիտենական թագավորությունը ժառանգի, որովհետև հիվանդ էի, ծարավ էի, վերջապես, կամ մեկդի գնա ինձանից, ես քեզ չեմ ճանաչում։ Սիրելիներ, եւ սա ասվելու է ում մեզ, այո, մեզ, կամ, հիմա ամբողջ խնդիրը նրանում է, ես Քրիստոսով եմ անում ինչ որ անում եմ, կամ ես նույնը անում եմ առանց Քրիստոսի, ինչպես անում են քահանայապետները, փարիսեցիները, դպիրները, եւ վերջացնելուցս առաջ մի համարել բանավոր հիշացնեմ, որ մենք սրա վրայով խորհենք։ Ասում է, երբ որ Պիղատոսի առջև եկան ներկայացան,
Պիղատոսի արչև եկան ներկայացան դատապարտելու քահանայական անձնակազմը, հələ տեսեք ինչ ա գրված։ Սրանք սա գրված են, կարք նայ։ Ասում է Պիղատոսը տեսավ։ Հեթանոս մարդ է։ Պիղատոս տեսավ, որ այս մարդիկ նախանձից շարժված են Քրիստոսին բերել։ Պիղատոսը տեսավ։ Պիղատոս Հեթանոս, քահանայապետները Աստծո ներկայացուցիչներ։ Պիղատոսը տեսավ, որ այս մարդիկ նախանձել են, նախանձից են անում, սիրելիներ։ Տերը մեզի օգնական լինի, որպեսզի լուրջ, սթափ, զգոն լինենք, որ վերջում բաղձալի խոսքը լսենք։ Ինչպես Դանիելը իր ժամանակին, ինչպես Դավիթը իր ժամանակին, մենք էլ մեր ժամանակին, չլինի թե Բաղդասար թագավորի օրը գնենք, որ ասի կշռվեցիր ու թեթև գտնվեցիր։ Տերը օգնական լինի, խորհենք, որ պտղաբեր լինենք։ Այն ճյուղերն էլ, որ պտուղ չի տալի, թույլ տանք, որ Սուրբ Հոգին կտրի, այո, այդ նույն Սուրբ Հոգին կտրի այն ճյուղերը եւ կրակը գցի ճյուղերը, որպեսի պտուղ տվողը ալ ավելի տա։ Եղավ սիրելիներ, Տերը օրհնի ձեզ